2025-ին պետական եկամուտներն ընդհանուր առմամբ շուրջ 7,2 միլիարդ դոլար են կազմել։ Առյուծի բաժինը մոտ 72%-ը վճարել են Հայաստանի 1000 խոշորները, ավելի քան 5,1 միլիարդ դոլար։ Այս վիճակագրությունը վերահաստատում է Հայաստանի տնտեսության կառուցվածքում արդյունաբերությունը զիջում է, առաջատար դիրքերը թողնելով առևտրով զբաղվողներին, ֆինանսական կազմակերպություններին եւ ընդհանուր առմամբ ծառայությունների ոլորտին։ Մաղթում եմ, որ արտադրողականության ցուցանիշները շարունակեն բարձրանալ, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը բազմապատկվի, ապահովեն շարունակական ներդրումային հոսքեր, ծնվեն նոր գործարար գաղափարներ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ամանորյա մաղթանքն իրականություն դարձնելու համար կառուցվածքային փոփոխություններ են պետք։ Արդյունաբերության ճյուղի մասնաբաժինը պետք է մեծանա, սակայն 10 ամենախոշոր ընկերություններից արտադրական կամ արդյունաբերական են միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու ծխախոտ արտադրող Grand Tobacco-ն եւ International Massis տաբակը։ Մյուսները կամ առևտրով են զբաղվում, կամ ծառայություններ մատուցում։ Առաջատարը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ու Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներից հետո թռիչքաձև աճող Mobile Center Art-ն է։ Տասնյակում միանգամից 2 բանկ կա՝ Archin բանկն ու Ամերիա բանկը, երկուսը բուքմեքերական ընկերություններ են։ Տասնյակում են նաև Gazprom Armenian ու վառելիք վաճառող CPS Energy Group-ը։ 10 խոշորներն անցած տարի ընդհանուր մոտ 1,1 միլիարդ դոլար են փոխանցել պետական բյուջե, որից արդյունաբերական 3 ընկերությունների վճարը 380 միլիոն է կազմել։ Հայաստանում գործարաններ կառուցվել եւ կառուցվում են։ 100 խոշոր ընկերությունների շարքում 3 տասնյակից պակաս են արդյունաբերական բիզնեսները, սննդամթերքի ու ալկոհոլային խմիչքների արտադրությունից մինչև հանքարդյունաբերություն ու շինանյութի արտադրություն։ Հայաստանի ամենամեծ 100 ընկերությունները 2025-ին մոտ 2,3 միլիարդ դոլար են վճարել։ Դրա մեջ արդյունաբերական ճյուղի մասնակցությունը 550 միլիոն դոլարի էլ չի հասնում։ Եթե այս ցանկում չներառենք հանքարդյունաբերական ընկերությունները, թողնելով միայն տարբեր ապրանքներ արտադրողներին, թիվն էլ ավելի փոքր կլինի։ Մեր երկրում մշակող արդյունաբերությունը կարևոր է։ Գործարաններ պետք է լինեն։ 100-յակում տեղ գտած բանկերն ու 3 բուքմեկերական ընկերությունները միասին ավելի շատ են վճարել, քան շոշափելի ապրանք արտադրող ավելի քան 2 տասնյակ ընկերությունները։ Soft Construct-ն օրինակ ավելի մեծ մասնակցություն ունի, քան Grand Candy-ն, Աթենքն ու Երևանի կոնյակի գործարանը միասին։ Բանկերի շարքում ամենամեծ ցուցանիշն ունեցող Archin բանկը գերազանցում է Coca-Cola Hellenic Armenia-ին, Ջերմուկ Group-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանին, Երևանի գարեջրին միասին։ Այսպիսի համեմատությունների ցանկը դեռ երկար կարելի է շարունակել։ Այս պահին պաշտոնապես հրապարակված են 2025-ի երրորդ եռամսյակի համախառն ներքին արդյունքի տվյալները։ Ըստ այդմ մշակող արդյունաբերության կշիռը տնտեսության կառուցվածքում 10%-ից էլ պակաս է։ Շինարարության, առևտրի, ֆինանսական ծառայությունների ոլորտներն ավելի արագ տեմպերով են աճում։ Կան երկրներ, որտեղ շատ գործարաններ կան, աշխատում են բազմաթիվ մարդիկ։ Այդ մարդիկ օրինակ աշխատում են 12 ժամ, 16 ժամ երբեմն, 14 ժամ, ստանում են $100, $150 ամսական։ Թե որ երկրները նկատի ուներ Գևորգ Պապոյանը, պարզ չէ, եթե նպատակը Հայաստանը եվրոպական տնտեսության միջին մակարդակի հասցնելն է, ապա համաշխարհային բանկի տվյալները վկայում են, որ Եվրամիությունում մշակող արդյունաբերության կշիռն ավելի մեծ է, միջինը 14%։